Բարև ձեզ, ես Աշոտ Հայրապետյանն եմ։ Բարև ձեզ, ես Գևորգ Սարգսյանն եմ։ Մենք այսօր կներկայացնենք Ղազար Օսաղայանի «Մեղուն ու մարդը» պատմվածքը։ Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը. Քո կենդանիներից ո՞րն է ամենից օգտակարը։ Գիտեմ, երևի դու կարծում ես, թե ամենից օգտակարը դու ես, բայց սխալվում ես, պատասխանեց տերը։ Ինչպես տերը, ո՞րն է այն կենդանին, որ ինձանից ավելի օգտակար է։ Ոչխարը։ Այդ հաշիվը չէ, տեր ոչխարը իմ հասակակից չէ, նա մի ահագին կենդանի է, իսկ ես միջատ եմ, դու պետք է ինձ իմ ընկերների հետ ամեմատես։ Շատ բարի, Շերամը քեզ պես փոքր է, բայց քեզնից ավելի շատ օգուտ է տալիս։ Շերամը ո՞րն է։ Շերամը այն իմաստուն որն է, որ մեզ համար աննման քնքուշ մետաքս է շինում։ Հա, իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ, որին անդադար կերակրում եք թթան տերևներով։ Նա ինքն է։ Բայց գիտես տերը նրա չափ, որ մեզ էլ կերակրեք մենք մեղրի տեղ ոսկի կշինենք ձեզ համար։ Դուք ոչ մի կենդանի չունեք, որ իր կերակուրը մեզ նման ինքը լինի շինելիս և ուրիշներին էլ բաժին լինի տալիս։ Այդպես չէ, պարոնս։ Այո, այդ կողմից դու ուղիղ ես։ Մենք է դեպի ձեզ շատ աղբերալտ ենք, որովհետև բոլորովին անխնամ ենք թողնում ձեզ։ Մեղուն ուրախացավ տիրոջ պատասխանից և թռավ նստեց Վարդենու վրա։ Ստեսություն։